Լյուքսեմբուրգում պաշտոնապես ազդարարվել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության բանակցությունների առաջին փուլի մեկնարկը։ Այսպիսով բանակցող կողմերը դուրս են եկել քաղաքական փակուղուց, որի պատճառը Հունգարիայի արդեն նախկին վարչապետ Վլադիմիր Պուտինի բարեկամ Վիկտոր Օրբանի Կիևի հետ երկխոսության նկատմամբ վետոյի իրավունքի կիրառումն էր։ Երկու երկրներն էլ Եվրամիությանն անդամակցության մասին հայտերը ներկայացրել էին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմից անմիջապես հետո։ 2024-ի հունիսին արդեն կառույցի ղեկավարները միաձայն հավանության էին արժանացրել Կիևի և Քիշնևի հետ բանակցությունների մեկնարկը։ Բանակցություններն անվանելով 2023 թվականից ի վեր ամենամեծ քայլը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության ճանապարհին, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է. վստահ է, որ պետությունները կկարողանան պահպանել բանակցային տեմպը և արդեն հաջորդ ամիս կմեկնարկի բանակցությունների հաջորդ փուլը, իսկ դրանք այսպես կոչված կլաստերները 6-ն են։ Առաջին կլաստերը հայտնի է որպես հիմունքներ, այն սահմանում է օրենքի գերակայությունը, ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, պետական կառավարման ոլորտում բարեփոխումները, տնտեսական նոր չափանիշների սահմանումը թեկնածու երկրներում։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է. Քիշնևը հույս ունի լիիրավ անդամակցության հասնել արդեն 2030 թվականին։ Հրապարակվել են նաև սոցհարցումների արդյունքներ։ Այս ամիս հարցված մոլդովացիների 50%-ը, եթե հանրաքվե անցկացվի, կքվեարկի Եվրամիության անդամակցության օգտին։ Հեռանկարին դեմ է հարցվածների 35%-ը։ Ми звертаємось до Європейського Союзу щодо невідкладного Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 18-ին Եվրամիության գագաթնաժողովի շրջանակում ասել է, որ Եվրոպայի անվտանգության լավագույն երաշխիքը Կիևի արագ անդամակցությունն է Եվրամիությանը և որ հին աշխարհամասի ապագան ձևավորվում է Ուկրաինայի պաշտպանունակությամբ։ Նույն գագաթնաժողովում Հունգարիայի վարչապետ Պետեր Մադիարը նշել է, որ Բուդապեշտի ջանքերով Եվրամիության հռչակագրի վերջնական տարբերակից բացառվել է Եվրամիությանը Ուկրաինայի արագացված անդամակցության մասին ձևակերպումը։ Ըստ Մադիարի, Կիևի անդամակցության շուրջ Եվրամիության երկրների դիրքորոշումները խիստ տարբերվում են։ Հունգարիան նրա խոսքով այն երկրների շարքում է, որոնք անհրաժեշտ են համարում ավելի դանդաղ և փուլային գործընթացը։ Բանակցությունների մեկնարկը Ուկրաինայի և Մոլդովայի հետ դեռ չի նշանակում անդամակցություն։ Երկու երկրներն էլ պետք է անցնեն երկար ու ձիգ ընթացակարգեր, տասնյակ բանակցային փուլեր տնտեսության, դատաիրավական, գյուղատնտեսական, բնապահպանական և այլ ոլորտներում փոփոխությունների վերաբերյալ։ Սակայն երկու երկրների դեպքում էլ առանցքայինը մնում են հակամարտությունները, այս պահին ընթացող ռուս-ուկրաինականն ու Մերձնեստրի խնդիրը։ Թեև տարածքային վեճերը անդամակցության համար ֆորմալ արգելք չեն, սակայն դրանք անխուսափելիորեն հաշվի են առնվում բանակցություններում։ Բացի այդ, ընդլայնման ցանկացած որոշում պահանջում է անդամ բոլոր պետությունների համաձայնությունը, ինչը նույնպես դիտարկվում է գործընթացի ձգձգման պատճառ։ Մոսկվան հետխորհրդային պետությունների եվրոպական ինտեգրման գլխավոր հակառակորդն է, սակայն ի տարբերություն ՆԱՏՕ-ի Եվրամիությանը անդամակցության բանակցությունները ավելի շատ ընկալվում են որպես քաղաքական և տնտեսական գործընթաց։ Մոսկվան հետևելու է բանակցություններին։ Եվրամիությունը շարունակում է նոր տարածքների կլանման քաղաքականությունը, անտեսելով իր իսկ սկզբունքները, օրերս ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Այս օրերին կրկին հիշում են Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության թեման, նշելով, որ Անկարան դիմել էր դեռևս 1987-ին, թեկնածուի կարգավիճակ ստացել 1999-ին, իսկ բանակցությունները մեկնարկել էին 2005-ին, այնուհետև մտել փակուղի։ Անկարայից վերջին տարիներին կրկին հնչում են Եվրամիությանը անդամակցելու ցանկության մասին հայտարարություններ։ Կիևի և Քիշնևի պարագայում իրավիճակը տարբերվում է։ Եվրոպացի առաջնորդների զգալի մասը այս աշխարհաքաղաքական նախագիծը դիտարկում են Եվրամիության արևելյան սահմաններին կայունության և անվտանգության համատեքստում։ Ամենալավատեսական սցենարի դեպքում նշվում է 2030 թվականը։ Մարլենա Հովսեփյան, Ռադիոլուր։